Պարոն Ղալումյան, ինչպես կմեկնաբանեք Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները, ասում են գողացան քաղաքապետին։ Գողացան։ Այո։ Գողանալու փաստ չեմ տեսել, հետևում եմ։ Իրավապահները գործողություն են իրականացնում։ Ոնց գողացան։ Ոնց կարեն գողանալ։ Մեղադրում են ձեր իշխանությանը։ Ով։ Գյումրեցիները, ընդդիմադիրները։ Չի կարելի մի քանի հոգու արածը ընդհանուր գյումրեցիներին վերագրել։ Գյումրիից մի քանիսը։ Գյումրիից մի քանիսը սխալ են մեկնաբանում։ Իրավապահները գործողություն են իրականացնում, գաղտնալսումներ կան, փաստեր կան, պետքա պարզաբանվի։ Պարոն Ղալումյան, հաճախ են գաղտնալսումներ հրապարակվում Կարապետյանի հետ կապված, որ իբր գումարով տարել էին, հոգևորականների զրույցը, Վարդան Ղուկասյանինը, դրանք բովանդակությունը ինչ է, իրավապահները կպարզեն, բայց ձեզ սա իրավական ճանապարհով են այս գաղտնալսումները իրականացվում։ Համոզված եմ, որ իրավական ճանապարհով արվում։ Եվ նպատակը ո՞րն է Գյումրիում ինչի հասնել, պարոն Ղալումյան, այս ամեն ինչի համար է արվում, այս գործողությունների, որ այս գործողություններն իրականացվում է, որ Գյումրիում ամեն ինչ արվի օրենքի սահմաններում։ Իշխող ուժը նպատակ ունի վերցնելու իշխանությունը Գյումրիում։ Իշխանությունը ժողովրդին է պատկանում, ժողովուրդը ընտրություն է կատարել, որի արդյունքում Վարդան Ղուկասյանն հնարավորություն է ունեցել դառնալ քաղաքապետ, բայց ոչ մեկ չի պատրաստվում Վարդան Ղուկասյանին թույլ տալ վարվել եւ աշխատել հին աշխատելավոճով։ Ո՞րն է այդ աշխատելավոճը։ Ինչի մասին գաղտնալսումներ հրապարակված են, ամենության կանխահարկածը հաշվի առնենք, սպասենք քննության ավարտին։ Պարզապես ձեր գործընկերները արդեն գրում էին Facebook-ում կաշառակեր եւ այլն, անմեղության կախավարկած, ինչու է այս դեպքում ոչ բոլորի կողմից չպահպանվում։ Հավանաբար իմ գործընկերները ավելի հստակ փաստեր ունեն։ Դուք կարծում եք խմբակցության ղեկավարը ավելի հստակ փաստեր ունի։ Ես ամամուլին ամբողջությամբ չեմ հետևել, բայց եթե հրապարակվել է, համոզված եմ, որ փաստեր կան, որ հրապարակել են։ Եվ պարոն Ղալումյան, մեղադրանքներ կա, որ իշխանությունը չի հանդուրժում, երբ որ ինչ որտեղ ընդդիմադիր համայնքապետ է, ընտրվում։ Վանաձորի դեպքն են մատնացույց անում, հիմա Գյումրին, դուք ինչպես կհավաստիացնեք, որ սրանք մաքուր իրավական գործընթացներ են, այլ ոչ թե քաղաքական։ Իշխանությունը չի հանդուրժում օրենքից դուրս օրեցե գործողություն, եւ դա կլինի Գյումրիի քաղաքապետը, թե ուրիշ պաշտոնատար անձ, ոչ մեկին չի հանդուրժվում։ Դա քաղաքապետի եւ ընդդիմության հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Մենք ընդդիմադիր ուրիշ տեղեր քաղաքապետեր ունենք եւ ոչ բոլորի հանդեպ այս գործողություններն իրականացվում։ Խոշոր քաղաքներում տեսնում ենք։ Ինչ արում։ Խոշոր քաղաքների Վանաձորը, Գյումրին։ Վանաձորը կապված են անձերի հետ, կապված են իրանց նախկին գործունեության հետ, օրենքից դուրս իրանց գործունեության հետ, սա ընդդիմության հետ կապ չունի։ Այստեղ քաղաքական ոչինչ չկա։ Պարզապես այս գործողությունները հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Վարդան Ղուկասյանը պետք է հեռացվի հանրային ասպարեզից եւ մենք տեսնում ենք դիմակավորված արարածականները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան։ Բայց դիմակավորված անձնավորությունները առանց փաստի չեն ներխուժել։ Մենք մեր թիմակից շատերս գիտենք, որ Վարդան Ղուկասյանի գործողությունները մտնելու են այս տրամաբանության մեջ, մենք համոզված ենք եւ այդպես էլ եղել է։ Եվ հիմա Գյումրու կառավարումը ինչպես եք դուք պատկերացնում, հետագայում կողմից պետք է իրականացվի։ Կառավարումը դեռ շուտ է դրա մասին խոսալ, դեռ Վարդան Ղուկասյանի ձերբակալություն կալանք այդ որոշումների կայացված չի, չգիտեմ ոնց կընթանա, դրանից հետո նոր բարձ կլինի։ Այսինքն Գյումրին ունի քաղաքական մեծամասնություն եւ քաղաքական մեծամասնություն եւս մեկ անգամ համոզված չեմ, եթե Վարդան Ղուկասյանը կալանվորի, ելի հնարավորություն են ունենալու տեղական ինքնակառույց ձևավորելու։ ՔՊ-ի միջոցով Այդ իրանք կորոշեն։ Դուք դա նկատում եք, որ ասեք քաղաքական մեծամասնություն ունի։ Քաղաքական մեծամասնությունը ՔՊ-ի դեմ է ձևավորվել է միայն մի պատճառով, մի նպատակով, որ Վարդան Ղուկասյանը գա իշխանության եւ այդտեղ բոլոր ընդդիմադիր ճակատը միավորվել է։ Միավորված ճակատի ամենալավ թեկնածուն, ամենաուժեղ թեկնածուն Վարդան Ղուկասյանն էր, ում գործողությունները բոլորիս աչքի առաջ են։ Դուք բացառում եք սցենարը, որ նոր քաղաքապետ ընտրվի եւ ՔՊ-ից լինի։ Չեմ բացառում։ Հնարավոր է, որ այս գործողությունները այդ ուժերին, ովքեր որ Վարդան Ղուկասյանին ընտրել են, ովքեր որ հայացքով թեքվել են դեպի նախկին իշխանություն, ավելի խելամիտ որոշում կայացնեն եւ ուրիշ առաջարկ ունենան։